Շատ անգամ մարդիկ ինքնուրույն փորձում են հասկանալ Աստվածաշունչը եկեղեցուց դուրս եւ խեղաթյուրված պատկերացում ունեն աղոթքի վերաբերյալ։ Վերջերս առաջացած կրոնական շարժումներից մի քանիսը մեղադրում են առաքելական եկեղեցուն սրբերի բարեխոսության համար։ Մեզ համար աղոթքը ավելի շատ շփում է, հաղորդակցություն, քան քո ուզածին հոգեոր ճանապարհով հասնելու միջոց։ Առաքյալների կողմից հիմնված եկեղեցին առաջին իսկ օրերից ապրում էր իրար օգնելու եւ իրար համար աղոթելու խորհրդով։ Եկեղեցին մի մեծ ընտանիք է, որտեղ մեծը օգնում է փոքրին, հոգով հզորը օգնում է հոգով տկարացածին, կանգնածը բարձրացնում է ընկածին։ Եվ բնականաբար սրբերը, որ հասել են Աստծո արքայություն, աղոթում են մեզ համար եւ օգնում են մեզ բարձրանալ մեր ընկած վիճակից։ Մենք իրար հետ շաղկապված ենք աներևույթ հոգևոր թելերով, ինչպես Քրիստոսի խորհրդավոր մարմնի անդամներ, եւ այդ կապը պահելու համար մեզ անհրաժեշտ է աղոթել եւ խնդրել, որպեսզի մեզ համար աղոթե։ Ինչպես մեր առօրյա կյանքում մենք խնդրում ենք մեր քրիստոնյա եղբայրներին եւ քույրերին աղոթել մեզ համար, այնպես եւ մենք խնդրում ենք հոգևոր մեր առաջնորդներին, մեր սրբերին մեզ օգնել եւ աղոթակից լինել մեզ։ Շփվում ենք Աստծո հետ եւ իր ընտրյալների հետ, որպեսզի նմանվենք իրենց եւ իրենց հետ շարունակենք մեր շփումը Աստծո արքայության մեջ։